միշտ դրականն է խոսվել, ընդհակառակը միշտ հայրապետի հանդեպ հավատարմության եւ նվիրումի խոսքեր են հնչել եւ հանկարծ գալիս է մի պահ, երբ մարդիկ որոշում են, որ իրենք չգիտեմ, կաշկանդված են եղել, իրենք ձայնազուրկ են եղել եւ այլն եւ այլն եւ այլն։ Կատարյալ անհեթեթություն է, կատարյալ սուտ է, կատարյալ դատապարտելի մոտեցում է, որովհետև եկեղեցում ամենախոնարհ սպասավորից մինչև ամենաբարձրաստիճան հոգևոր նվիրապետական կարգն ունեցող անձը ազատ է իր կարծիքը պատշաճ կերպով համարձակորեն ներկայացնելու։ Եվ նաև եթե կան խնդիրներ եկեղեցու անդաստանում, դրանք նույնպես բարձրաձայնելու։ Եվ եթե այդ խնդիրները իրապես առկա են, բնականաբար եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանությունը, եկեղեցու տարբեր կառույցները, ժողովական ատյանները այդ խնդիրներին կանդրադառնան եւ իրենց լուծումները կառաջարկեն։ Եվ այլևս անհատին է մնում այն ընդունելու կամ չընդունելու։ Բնականաբար շատ հաճախ մեր կամքը չէ, որ անցնում է։ Երբեմն նաև մեզ հանձնարարություններ են տրվում, երբեմն նաև մեզ համար լուծումներ են առաջարկվում, որոնք մեր կամքին հարմար չեն, ընդունելի չեն, բայց մենք լինելով նվիրապետական այդ աստիճանակարգի մի մասնիկը, մենք հավատարմության, հնազանդության սուրբ ուխտի մեջ ենք։